Քեզ կգնահատեն այն պահին, երբ պետք ես լինես, երբ քո խոսքը, քո ուժը կամ լռությունը ինչ-որ մեկի ճանապարհը կհարթի։ Քեզ կասեն հիանալի ես, թանկ ես, կարևոր ես, բայց այդ բառերի մեջ հաճախ կլինի ոչ թե սիրտ, այլ հաշվարկ ու սպասում։ Քեզ կսիրեն այնքան ժամանակ, քանի դեռ քո ներկայությունը օգուտ է բերում, քանի դեռ քո ձեռքը կարող է օգնել, քանի դեռ քո ձայնը կարող է լուծել խնդիրներ։ Բայց հենց այդ կարիքը քիչ է դառնում, շատերի համար դու դառնում ես սովորական, երբեմն նույնիսկ անտեսանելի, և ամենադաժան պահը գալիս է ոչ թե կռվի մեջ, այլ հանգիստ օրերին, երբ դու այլևս ոչինչ չես տալիս նրանց։ Այդ ժամանակ սկսում ես տեսնել լռությունը, դանդաղ հեռացող հայացքները, կամ այն անտարբերությունը, որը նախկինում չկար։ Մարդու իրական դեմքը բացվում է հենց այդտեղ, ոչ թե խոսքերի մեջ, այլ նրանց բացակայության։ Երբ դու այլևս օգտակար չես, Երբ դու այլևս չես կարող լրացնել նրանց պակասը, այն ժամանակ է երևում ով էր անկեղծ և ով պարզապես մոտ էր իր շահի համար։ Բայց այս ամենի մեջ կա նաև մի կարևոր դաս, Չնայած ցավին ու հիասթափությանը, դու սովորում ես տարբերել մարդկանց, Դու հասկանում ես ոչ բոլորը նույնն է, և իսկական արժեքը չի չափվում օգտակարությամբ։ Քեզ դադարում են ցավեցնել կորուստները, երբ սկսում ես հասկանալ, որ ոչ բոլոր ընկերները են ընկեր, և ոչ բոլոր սերը է իրական։ Եվ այդ գիտակցման մեջ դու դառնում ես ավելի ուժեղ, Ոչ թե որովհետև չես վստահում, այլ որովհետև սովորում ես տեսնել, թե ով է կանգնում կողքիդ, նույնիսկ երբ դու ոչինչ չես տալիս։ Մարդու իրական դեմքը իսկապես երևում է այն պահին, երբ դու դադարում ես օգտակար լինել, բայց հենց այդ պահին էլ դու տեսնում ես ով էր մարդ, և ով պարզապես ստվեր։